Մտնի իրա մոտ, մի հատ էլ մտածեք էլի, որ կոչ եք անում, խիչ են մտնեմ քֆրտը։ Դա նայում դրան շուննա, որ ես իրա մոտ մտնամ։ Ես հենա իրա պրեզիդենտին գրել եմ, իրանք այսօր այդ հարցերը լուծել են, երեկու կազը կա, դե հենց թող այսօր խաննա կազատին են, նստի ու իրա բանը դաստեղ բացի մի հատ։ Թող խաննա կազատին են, դա իրա բանը դուխ ունի բացի դե։ Բարև Ռոյալ ջան, Բարև Ռոյալ ջան։ Իմ սիրտը ամենաշատը ցավում է, որ մենք հայերս իրար վրա ենք էֆիր բացում, իրար ենք քրվում։ Ես դրանից ավելի շատ եմ նեղվում, սենց ասեմ, քան թե խոսքի թուրքի քրֆելուց։ Թուրքը թշնամի է քրվում, իր քրֆուրն ասնավանի չի իմ համար ու ոչ մի հայ համար թե ասնավանի չնի։ Ռոյալ ջան, մի վարքան շատ կներես էլի։ Օրինակ մեկը մտավ գրեց Այվազովսկի ես քու կնգա էս, մեկը Զոյա ես քու քեզ էլ եմ ուբիրած անեմ։ Հələ լսեք ինձ մի հատ ուշադիր։ Իմ եթերները Թուրքիայի դեմ դուրս եկած եթերները հանկարծ մեկը բախները չփորձեք կակի եթեր Զոյա քֆրտեք Տիգրան քֆրտեք Այվազովսկի քֆրտեք ես ոչ մեկի հետ խնդրեմ չունեմ ու իմ հայերի հետ ես ընդհանրապես խնդրեմ չունեմ ու ձեր խնդիրները հանկարծ չբերեք իմ հարթակը գցեք հասկացանք իրար ասա ստեղ ամեն մեկը ինչ որ իրա չափով ինչ որ կարացել է արել է Ես իմ հերթին եմ իմ էֆիրները արել, ամիսներով, 1000-2000 հոգանոց էֆիրներ եմ արել, թուրքերեն լեզվով, չեմ ուզում ստենձի ինչ-որ գովաբանության, ես իմ ինչ էր ասեմ, իմացողները գիտե։ Պետք չի մենք տեսնում ենք, Ռոյալ ջան, ով ստեղ ինչ անում, սաղ տեսնում ենք։ Ես էլ եմ ասում, իմ սիրտը ցավում է, որ մենք հայերով մի բուր հայ ենք, այստեղ օբշի որ վեկալես, այս ընդհանուր էֆիրները, երևի մի 2-300 հոգի հայ բդիլենք, որտեղ էֆիրները նայում ես, համարյա բոլոր նույն մարդիկ նույն տեղերում են նստում։ Դրա համար ժողովուրդ ջան, այս կյանքի մեջ մենակ մահը լուծում չունի, մահը, մնացած ամեն ինչը լուծում ունի։ Ու գիտեք ինչ կա, այստեղ մեկը մեկից լավ հայ թո չխաղա։ Ես հային ընդունում եմ որպես հայ, ու չեմ ընդունում մեկը մեկից լավ հայա, ով ումից շատ է քրֆեմ, ով ումից քիչ է քրֆեմ։ Ամեն ինչ այս կյանքում ունի սկիզբ, ունի ավարտ։ Ստերն էլ ունի սկիզբ ավարտ, երգն էլ ունի սկիզբ ավարտ, ճանապարհն էլ ունի սկիզբ ավարտ։ Բայց մի բան եմ ուզում ասեմ, ձեր ժամանակը որ դնում եք տրամադրում եք, Աստծո տված կյանքը որ տվել է կյանքը մարդ ապրի։ Աստվածաշնչով էլ է գրում, ասում է կյանքդ ապրինեց ոնց որ վայել է քեզի։ Ոնց որ Աստված կյանքա պատվիրել, որ այդպես դու վայել ապրես։ Հիմա որ մենք դնում ենք իրար ենք քրֆեմ, ես ուզում եմ հասկանամ գիշերը որ մարդ գլուխը դնում է բարձին քնում է։ Մի հատ ինքը փառք Աստծո տալիս է, ասում է փառք Աստված, այսօր գիշերը քնենք, առավոտ զարթնենք։ Մի հատ ինքը вообще իրան հաճոտ տալիս է ինքը իրան։ Ասի այսօր ինչ լավ բան արի։ Մի հատ միտքս ավարտեմ մի րոպե կներեք, էլի չեմ ուզում ձեր էֆիրը մոնոպոլիա անեմ, մենախոսություն։ Մի հատ ինքը իրան չի արցնում, այսօր ինչ լավ բան արի, այսօր ինչ վատ բան արեցի։ Տենաս ասված ինձ այն դալնեշին կյանքում ինձ ինչ սյուրպրիզների առաջ կանգնեցնի։ Արեք, ես հորդորում եմ ստեղից, հորդորում եմ բոլորին։ Ամեն մարդ այս կյանքում թող սազացնի իրան, ինքը ինչ իրան սազացնում է։ Եթե մարդ ինքը իրան համարում է, ամենա ձևով իր ապրած, իր ստեղծած փոքր աշխարհը, այդ փոքր կյանքը, որ դու ստեղծել ես քո կյանքի մեջ, համարում է դաստոյնի, իրան սազացնում է, որ այդ իրան սազում է ինքը պետք է անի, թող շարունակի անի։ Բայց էլի եմ ասում, մի մոռացեք, ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ։ Քելեք այս ամեն ինչը, գիտես ինչ կա, այս խնդիրները ուսլովյաներով չեն լուծում։ Չեն ասում, ինք ուսլովյա դնեմ, ինքը անի, ինքը չանի։ Այս խնդիրները ամեն մարդ պետք է ինքը պատասխանատվություն վեկալի իր վրա։ Ասի գիտես ինչ կա, ես ինձի խոսք եմ տալի, ես այս գործը չեմ անելու, ես էսի չեմ անելու, տղավարի կամ աղջկավարի, նույնա մարդը։ Ինքը իրան դաստոյնի խոսք պետք է տա, ասի ես մի կոմանի ինքը իրան որոշում է կայացնում, որ չեմ անելու, ես իմ ճամփեն ունեմ, իմ կյանքն ունեմ։ Թե չէ քելեք սաղոր էֆիր բացենք իրար կրվենք, հետո վերջ ուր ենք էտալու հասնելու։ Ինչ անենք, այնքան քֆուրա տվեցվեի մարև Հիսուս Քրիստոսին նամակ գրես մեղանչությամբ չի ների այ ապրեմ։ Ռոյալ ջան, ինձ այն ասեղը գրում են, որ քեզ էլ են այս հարթակում վիրավորել, ես չգիտեմ հետո վիրավորել շատ սխալ բան են արել, որովհետև այս հարթակում տարիներով գտնվող մարդիկ լավ էլ հասկանում են Ռոյալը ինչ անում այս հարթակում, ու ես Ռոյալի կողմից չեմ տեսել, որ ինքը ինչ որ հայի կպնի ու հայ անվան հետ խաղա։ Այս հարթակում յուրաքանչյուր մարդու մենք այսպես 5 մատից պես գիտենք ով ինչ աշնչում ու ով ինչով զբաղվում։ Եթե անուններ չենք տալիս կամ ձեռ չենք տալիս, պրոստը անտարբեր ենք անցնեմ, որովհետև ասենք այն ուրևինը չի, որի մեջ որ պետքա ես մտնեմ այսօր իմ անունս պախարակեմ կամ Ռոյալը իր անունը պախարակի։ Ինչի համար մենք տարիներով մեր ստեղծած անունը պետքա փնթի ռազգավորների մեջ ասենք փչացնենք։ Մեկը ես չեմ ուզում, քֆուր եք սիրեմ, գնացեք իրար ինչ ուզում եք արեք։ Ես քֆուր չեմ սիրեմ, քֆուրների մեջ չեմ ուզում եղնեմ, դաժե լսել էլ չեմ ուզում թե այդ էֆիրներում ինչ է կատարվում, ով ում է վիրավորում ու
ես իմ կարծիքս միշտ էլ ասել եմ, տղամարդ եղեք, պետք չի ձեր կողքերը աղջիկներ նստացնեք, որ քֆրտեն։ Դուք նրանով եք տղամարդ, որ ձեր հարցերը ինքներդ կարաք լուծեք, ուսամենակ մի հոգու չի վերաբերվում, 2-3, սա շատերին է վերաբերվում այս հարթակը, շատերին։ Ես մի բան էլ ասեմ, Բելլա ջան, Արմենիան փովեր 1000 ներողություն, մոռանում եմ հիշողությունս մի քիչ լավ չի, ես վերջերս խառն ենք, ասեմ, սրանից մի 2-3 ամիս առաջ, եթե լավ գհիշեք, մենք մի հատ նախաձեռնություն էինք ստեղծել, մենք ասել եմ, որտեղ այդ թեմայի մեջ ես էլ եմ եղել, կարամ ասեմ մենք, Պավելը, իր անգերները Այս Մասիսարի, Արարատ Մասիսարի պեչատը, որ հանում էին պասպորտների վրից, ինտերնետային բան կա, սայթ ստեղծվա, որ հայերս պրոստո այդ այն գրանցվեինք, պրոստո գրանցում ես մայլը, ստորագրություն ես տողում, որ դու դեմ ես այդ պեչատը մնելու։ 10 օր էֆիրներ ենք արել սաղորը, սաղի էֆիրներում ասել ենք, որ պետք է էթար հանձնվեր կառավարություն, 50 հոգի մարդ է։ Սա հայրենասիրությունից ենք խոսում բոլորս, ես էլ ձեր հետ եմ խոսում հայրենասիրությունից, բոլորը մեկը մեկից չեմ տարբերվում, ես չկա լավ վատ հայրենասեր, կա հայրենիքը սիրող, հայը սիրող մարդ, էդի հայրենասիրա, վсё, 50 հոգի 20 օրվա մի ամսով է 50 հոգի մարդ մասնակցեց այդ ստորագրությանը, բայց էֆիրներով իրար ճղում ենք, թե մենք բեսամբ ուժեղ բան ենք, այնպես բեսամբ լավ ուժեղ հայեր ենք, բայց ոչ մեկ չեկավ չմասնակցեց այդ 50 հոգուց առանձին, հիմա էս էլ կա։ Ես այդ ժամանակ մենակ մի հատ վիդեո եմ անել, որը որ սումաշեցի պրասմոտրերը հավաք է Facebook-ով բանում, որ Մասիսարը Արարատը առանց Հայաստանը առանց Արարատի, թե Հայաստանը առանց Փաշինյանի, այդ երբ է։ Էլի սաղ այս բլոգերներին հարթակի մի հատ հարց եմ տալիս։ Մեր պլենիներին ազատեցին, որ այդ մի հատ հսկայական այս մեր բլոգերների մեջ թեմա պետք է եղներ, էֆիրներ անեին, սաղ հավաքվեին, շնորհավորեին, թուրքերին ճաքացնեին, տրաքացնեին։ Ով արեց այդ բանը։ Տեսել ես Կարենը տենց էֆիր։ Չէ։ Ինչ ենք մենք տեսնում այս հարթակը։ Անչի պետք է թուրքերին մի հատ տենց փողը տվեք, տեսեք ինչ տժժալ են տժվերներ այդ, որ մի հատ բան եղնում է Ադրբեջանում։ Մեր Հայաստանը մի հատ գրանձիոզնի սաբիցիա ա եղել, ոչ մեկը ձենք չեք անում։ Սաղը թքած ունեք։ Սաղը թքած ունեք, ինչի համար։ Մի հատ հենա նորություններ ա։ Երեք այդ ու կասնա, որ թուրքերը իրանքություն են այս հարթակը մեն այլանդակ ձևով իրանց պահին դատվելու են դրա խաթեր, սաղը սուսեք մնացել։ Գոռացեք այդ ամեն ինչի մասին, թող տրաքվի այդ հարևան ազգը։ Բայց դուք ինչ եք անում, դուք հենց եք անում, որ հարևան ազգը ղժը մեր ազգի վրա։ Ու համարում եք, որ դուք հայասիրական գործունեություն եք անում այս հարթակում։ Հայաքրվական գործունեություն թե ոնց են ասում։ Ես էլ չգիտեմ, թե դրան ինչ անուն դնեմ։ Ու հանկարծ չփորձվեք, այն մարդկանց, ովքեր կեղտի մեջ չեն խառնվում, խառնեք։ Իմ ծնողները շատ կներեք, ինձ այդպես չեն դաստիարակել։ Իմ ծնողները ինձ այդպես չեն դաստիարակել, որ ես բարձրանամ էֆիր մարդ քֆրտեմ, հայհոյեմ, մարդուն ես իմ ընչեր ասեմ։ Ինձ այդպես չեն դաստիարակել։ Սնեց հասկացա, որ այստեղ են մեր Ես ինձ հասկացա, որ այստեղ են մեր գլավնի են ոչխար թշնամու պես, այն արած, չարածը պետք է գաս գովաս ասես, ես եմ արել, որ դու այս հարթակում ինչ-որ տեղ ունենաս, շատ բաներ արվում ա, ժողովուրդ չենք ասում ձեզ, արվում ա, լիքը բաներ, պետք էլ չի ասել, շատ բաներ պարտադիր չի իմանաք, որովհետև հարամ կանեք, որ իմանաք, դրա համար չենք ասում, այնքան բաներ արվում, հեն անգելոջիկը, որ շտմայլիկներ ա դնում, այնքան բաներ կա արած, որ ոչ եկել այս հարթակում դուք իմացել եք կամ չեք իմացել։ Արա ասիկ ետակ վրա Դաստոյնի մարդկից մեկն է Ռոյալ Արմենիան է, էլի։ Ոչ մեկ հետս չի կարա սպորվի, որովհետև այդ մարդուն ես իրոք չեմ տեսել, որ կամ էֆիրներ բացի հայ աղջիկ կֆրտի կամ հայ տղա կֆրտի կամ ես ինչ անի մարդու պաստուկ կեքից, երևի մա ինքը ով է։ Այսօր ամեն մարդ այս պլատֆորմա միրանա ներկայացնում, ոնց ձեզ ներկայացնեք, մարդիկ ձեզ այդտենցիան ընդունում են։ Ու երբեք չմտածեք, որ դուք ձեզ վատ եք պահում ես էֆիրում, այլանդակ բառերով, քֆուրներով, կողքից ինչ-որ մեկը ասում է, որ դուք դաստոյնի մարդ եք, ոչ մեկն էլ այդ չի ասում։ Ամեն քֆրտողի հետևից ինչ ասես, զանգում են, խոսում են, կարող է դեմքիդ շատ բան ասեն, բայց 100%-ով հետևիցս շատ վատ բաներ են ասում։ Դրա համար չարժե, որ մեկը մեկից քֆրտեք, հետո էլ ձեր անունի հետ խաղաք։ Ասենք, եթե ես գիտենամ, որ այսօր մեկին պետքա քֆուր անեմ, լիքը ստեղ մարդ հավաքեմ, բայց իմ անունը վաղը ընկավ դրա խաթեր։